Սրբազան կաթողիկոսին էլ էս ընթացքում մեղադրանք առաջադրվեց եւ 7 հոգեվորականի հավանաբար տեղյակ եք դատանի որոշումը այսպես չկատարելու հոդվածով դուք ինչպես եք սա գնահատում ու մինչեւ ուր կհասնի եկեք մանրամասների մեջ միջամուխ չլինեմ բայց այո ես կարող եմ ասել որ դա հերթական հակաեկեղեցական արշավի դրսևորումն է, դա դապարտալի արշավի դրսևորումն է, որը համոզված եմ որևէ արդյունք չի ունենալու։ Իրենց համար ցանկալի։ Բանտով, մեղադրանքներով, օրինակ, չգիտեմ, գործերով քրեական հոգևորականներին այդ մեթոդը հոգևորականներին ճնշելու առումով աշխատում է, ուզում եմ դրա մասին Ես մի բան կարող եմ ասել, որ Գրիգոր Լուսավորիչը իհարկե որևէ մեկս հավակնություն չունենք համեմատվելու լուսավորչի հետ, մինչև քրիստոնեության պետական կրոն հռչակումը 13 կամ 14 տարի խոր վիրապում գտնվեց։ Ну դա որքան էլ անսպասելի, ամենայն դեպս օրինաչափ երևույթ է, յուրաքանչյուր անձ պետք է պատրաստ լինի իր համոզումների, իր կարծիքի համար վճարել, անգամ եթե դա արժանալու է ազատազրկում։ Այդպես ստացվում է, այդպես լինում է։ Սրբազան արդեն 13 եպիսկոպոսներից ովքեր միացել էին այսպես այդ բարենորոգման ծրագրին, Հովնան եպիսկոպոսը հետ է կանգնել, անգամ մասնակցել է Ավստրիայի եպիսկոպոսաճողովին, տեղեկություններ կան, որ քանի որ այսպես Փաշինյանը ընտրական պրոցեսով պայմանավորված այսպես պաուզա են վերցրել այս հակաեկեղեցական արշավում, մյուս այսպես այդ հոգևորականներն էլ են լավ վիճակում չեն, կարծես փոշմանել են, ուզում են նորից հետ դառնալ, ինչպես է գնահատում սա, օրինակ եթե փոշմանեն որպես նաև հոգևորական, իրենք կարող են նորից վերադառնալ, ինչպես կաթողիկոսն է անընդհատ հետարցի ճանապարհը հետարցարեք եւ μην մոտեք այս ճանապարհին, դա հնարավոր համարում եք։ Ну ես դա կհամարեմ միակ խելամիտ լուծումը այս իրավիճակում, բայց երբ որ այդպիսի առաջարկություն լինի, ես կարծում եմ այդ ժամանակ պետք է խոսենք այդ մասին։ Սրբազան հայր Արման Սարոյանը ինչու է ձեզ այդքան ատում, ձեր վերաբերյալ ամենակեղտոտ հայտարարությունները, այսպես ասած, միայն նա է անում։ Ձեր հարաբերությունները ինչպիսին են եղել կաթողիկոսի։ Եվ նա ձեզ վերագրվող հայտարարություններ է արել հարցազրույցներում, լրացնեմ, մասնավորապես ասել է, որ 18 թվականի նոր հայրապետ, նոր Հայաստան շարժումը որ կար, դուք մասնակցություն եք ունեցել դրա հետ, իրեն ասել եք արեք ինչ որ գործողություններ անեն, կաթողիկոսը փոխվի, բացի այդ նաև ասում է, որ Իսկ թվում է, արդեն գիտեմ ինչ եք ասելու։ Եվ այն տեսանյութը հայտնի, որ վերագրվում է ձեզ, նա ասում է, որ կաթողիկոսն է տարածել դա։ Գիտեք ինչ թվում է յուրաքանչյուր անձի թույլ տված արտահայտությունները բնորոշում են իրեն եւ ես լրացուցիչ ջանք չեմ գործադրի ինչ որ մեկին բնորոշելու համար։ Հիմա դուք լսել եք ինչ է ասվել, ինչ է արվել, մարդու վարքագիծը, հանրային վարքագիծը տեսանելի է, դուք ինքներդ հետևություն արեք, ես ձեզ կմնամ որևէ գնահատական տալուց, առավել եւս երբեր մշակույթում ննջեցյալների մասին ոչինչ խոսելու անհրաժեշտություն չկա։ Բայց նա ննջեցյալ չէ։ Դա ննջեցյալները տարբեր են լինում։ Սրբազան հարաբերությունները Մայրաթորի դեմ Փաշինյանի գործողությունները, որ սկսվեցին, գործընթացը, հա, որը Փաշինյանը ոչ մի բարենորոգում, ներողություն։ Եկեք քայլենք երեխեք։ Քայլենք Մայրաթորի դեմ Փաշինյանի ծրագիրը սկսվեց, մարդիկ այսպիսի կանխատեսումներ ունեն, որ այս պայքարի, պատերազմի արդյունքը կլինի այն, որ Փաշինյանը կհաղթի, կաթողիկոսը կհեռանա եւ սա էլ կավարտվի այսպես Նիկոլ Փաշինյանի հաղթանակով, նկատի ունեմ, որ կաթողիկոսը կհեռանա կամ չգիտեմ գուցե կձերբակալեն եւ այլն։ Ձեր կանխատեսումներով կամ ձեր կարծիքով ինչով կավարտվի այս արճակատումը։ Դուք հնարավոր համարում եք, որ կաթողիկոսը կնահանջի եւ որպես հարցի հավելում էլի կհեռանա ի վերջո Բեհարանից։ Ի վերջո միջազգային փորձաքննությունները հաստատեցին, բայց դա հավելում չէ, նոր հարց է։ Բայց փաստացիստության իրավաբանների համար դա նշանակություն չունի։ Չէ, բայց Սրբազան իմ հարցին կպատասխանեք, ինչով կավարտվի վերջո։ Դա ձեր կանխատեսմամբ։ Տեսեք,
Ես զերծ կմնայի հաղթանակ պարտություն եզրույթների օգտագործման, բայց դեպքում այն ինչ որ կատարում է, սա ուղղակի խայտառակություն է։ Եվ սա չի հարվածում միայն եկեղեցու հիմքերին, հարվածում է պետության հիմքերին, ազգի հիմքերին։ Գիտեք, ազգ, պետություն հասկացությունները որոշակի պարունակություն, բովանդակություն ունեցող հասկացություններ են։ Եվ եթե դրանցից դուրս բերենք կրոնական համոզումը, որոշակի էլեմենտներ, տակը ոչինչ չի մնալու։ Հիմա եթե մենք պիտի համարենք հաղթանակ, որ ժողովրդի կրոնական համոզումի, կրոնական ինստիտուտի ամենամեծ ինստիտուտի նկատմամբ ինչ որ ոտնձգություն է կատարում եւ դա որոշակի հաջողություն է ունենում, դա հաղթանակ է, ես կարծում եմ դա խորապես պյուրոսյան հաղթանակ է։ Ոչ մի հաղթանակ չի կարող այդպես կերտվել։ Իսկ ինչ վերաբերում է հաստատակամությանը մեր եկեղեցականներին, ամենայն հայոց կաթողիկոսին, ես ասել եմ վերջին մամուլի ասուլիսի ժամանակ, որ այն ինչ որ ես տեսել եմ, այն ինչին որ ես համոզված եմ, հնարավոր չէ, որ հետ քայլ կատարվի եւ նահանջ կատարվի թե կաթողիկոսի կողմից եւ թե այն հոգեվոր եղբայրների կողմից, ովքեր իրենց համոզումները հրապարակայնորեն արտահայտել են։ Բայց մտավախություն չունեք, որ ընտրություններին, եթե իշխանությունը նորից վերընտրվի, իրենց դիրքերը կամրապնդվեն եւ ավելի այսպես հուշկու այս գործընթացները կիրականացնեն։ Գիտեք ինչ, ես չեմ ուզում կանխատեսել, հատկապես երևույթներ կա, որոնք հիշեցնում են այդ հիմա գարնանամուտ է, չէ՞, գարնանամուտին այս ձմեռային ցրտից արթնացած ճանճի շարժումները, որոնք որևէ տրամաբանության մեջ չեն տեղավորվում։ Հիմա երբեմն իշխանությունների գործելավոճը ինձ դա է հիշեցնում։ Վարքագիծը որևէ տրամաբանության չի դիմանում։ Համենայն դեպս ես դժվարանում եմ գնահատել դա։ Ինչ է արվում, ինչի համար է արվում, ինչի վրա է վիճակը նետվում, դժվարանում եմ ասել։ Եվ Պոլսո հայոց պատրիարքը առաջարկել է կաթողիկոսին սինոդական կառույց ստեղծել, դրան ինչպես եք դուք մոտենում, արդյոք ընդունելի է ձեզ համար, որ կաթողիկոսին զուգահեռ նաև այդ խորհուրդը լինի։ Լինեն նաև Փաշինյանի միացած հոգեվորականները այդ կազմում։ Տեսեք, յուրաքանչյուրը մեր եկեղեցականներից կարծիք դիրքորոշում է արտահայտում, Պոլսի պատրիարքն է, ինքն էլ ազատ է եղել իր դիրքորոշումը արտահայտել, այլ հարց է, որքանով դա ընկալելի է, ընդունելի է, թե ընդունելի չէ։ Այս իրավիճակի մեջ կարծում եմ, որ այդ չէր այն առաջարկը, որ պետք է հնչեցվեր։ Հիմա մենք բոլորովին այլ կացության մեջ ենք գտնվում եւ պետք է այդ կացությանը համարժեք արձագանքներ արվեր։ Օրինակ չէր, որ դրանից այդ հայտարարությունից որոշ ժամանակ առաջ բոլորովին այլ հայտարարություններ արել Պոլսո պատրիարքը եւ ասել էր, որ ընդունելի չէ իշխանությունների այդ ճնշումները եկեղեցու եւ կաթողիկոսի նկատմամբ։ Ինչու դիրքորոշման նման փոփոխություն կա։ Բանալի բառը տարօրինակն էր։